Տաննել ես տենց մաքրասեր։ Հա, չէ, հա։ Ջահել ժամանակ, հա, մարդուկին իրարից բաժանվում են, ասում են, չի բաժանվար, ասում ախր անգեր դատավոր շատ մաքուր էր, ասում ոնց մաքուր կնգանից կբաժանվեն, ասում ախր գիշեր են մեջի շիկանելու գալի տենու է տեղաշորը սավակած։ Ջահել ժամանակ շատ ակուրատնի հայահն։ Նասկիներն էլ պիտի հաղթուկ էի։ Հա։ Ջենս էլ տատիկը տիչացուցած, այսինքն որ ուսերդ համաչա պիչնի։ Այսինքն որ մենք խորացնենք, էլի երկա ուժ կգա, դու տեսար քո ոտքերի ուժը, ինչ լավ է վերականգնում է, խփնում է ինձնում էր ոտքը։ Այդ փորիկդ պիտի մաշացնես, որ կարողանաս պարկես, պարկես։ Պիսի կտող են վերգինաս, որ պիսի կրացածանես, շատ կես։ Մի հատ փորձենք բարձրացնենք ոտքը։ Էլի, այդ մոլը, ոյ կոչավը տանը, լես մեկներ, ոյ հապրեստու, Իսկ այդ ողնաշարը կարա նշանակ ազդեցություն ունեն արյան շրջանառության հետ։ Ջանը, մեր օրգանները լրիվ կպած են ողնաշարի պատին, մի հատ ողեր, մի պուջուր, բորբոքային մաս կամ թեքվածություն, ինքը արդեն սկսում է ներքին օրգանները սխալ աշխատել։ Ֆունկցիան խանգարվում է։ Վերկենակ կամ մեկ պոլի, Միքայել ջան։ Այ, կամ մեկ պոլի, գուշուս, մոլադեց։ Մի երկու րոպե քայլեք, ես կամ։ Այդ քայլեք, տեսնում եք ոտքերի ուժը, որ վերականգնվել է, արդեն շատ մեծ ռեզուլտատ է, то есть իր ոտքերը ինքն շատ դողջ պետք է չլինի։ Այդ դեր ունեն, քանի կրիստալը բարձր է, փոփոխություն զգում եք իմ։ Հա, դե կամ քայլեք։ Հա, հələ քայլեք, տեսնեմ։ Չէ, ուզում եմ ասեմ այն թուլությունը, որ քեզ որ առաջի օրը տեսած Չէ, լավ է։ Դողոց էր մեջ։ Հիմա լավ է։ Լավ է հագին։ Դե արի Միքայել ջան, կռացի, մի հատ ողերդ նորից բացեմ, ինչքան մենք բացենք, ինքան քո օգուտն է։ Հա։ Ինքան շատ Հասկացեք։ սնուցը, այդ Բայց ինձ խելոքի վան, մի քիչ առաջ գնա, Միքայել ջան, այդ, Մեզ ինչ կախելոք։ դերքերը իջացում եք, ինչ ասում։ Ասմա տեսնում ես ինչքան խելոք եմ։ Բա։ Խելոքացել ես ոնց որ, հա, ոչ թե խելոք ես եղել։ Չէ, բայց չէ, ավելի խելոք էր հիմա։ Հիմա ավելի մարդը որ ցավը ունենում աշկին սաղ գրող է տվում։ Այսպես քեզ պահի, մի քիչ այսինց նորից հավասարացնենք։ Այս միջև։ Մոլադեց։ Այսինց։
կրակումա ոտքերի, այդ շատ լավ է։ Իմպուլս կա ոտքերի մեջ։ Տեսնում ես այս օրացի մասին եմ ասում։ Էսի պետք է փոսի մեջ լինի։ Ինքան պինդա շատ զապուշինի վիճակ է եղել մոտել, որ ջանես ուսը տիչացրում, որպեսի ողերը հավասարվի այդ ինձ։ Ես ինչքան հնարավոր է մենք փորձենք գոնե։ Всё, էլ չի Հատվածից է շատ հերջանում։ Հա, որովհետև էտ է բարձրել, դավայ մի քիչ քայլենք, Միքայել։ Այ, հավացրեցիք է։ Ոչինչ։ Այդե։ Բա դու էդ տղեն էիր, հա։ Խոսեի։ Քայլեք մի քիչ։ Դող կա, զգում ես դող ես, Չէ, լավ է։ Լավ է։ խապելուս չկա, Միքայել, Հմ։ խապելուս չկա։ Ճիշտ է, Չէ։ ասես, Հա։ հա։ Մի քիչ այս մասնաբարձր ես մի քիչ սեղմենք ցած։ Խոսի կրի մեկը լավ արտայք իջերում, այս մեկը մի քիչ։ Պարկենք նորից։ Սպասի։ Էտեղ բայց այսպես պարկի, որպեսի էտ մի քիչ իջացնեն դիմասներ, Ինչքան քանի տարի է իրա մոտես խնդիրը։ Ճիշտն ասած, քիչ-քիչ է սկսվել։ Հա։ Այս որ շատ է ծանր վիճակա, երևի մի քանի ամիս, բայց մի 3 տարի, Սենց։ Չի, իսկ հոմով ուղղակի։ մի 3 տարի է։ 3 տարի, հա։ Հանգի ծալտեն, հա, մի վրաս։ Գնալով զգում եք, էլի, որ քանի անցքը փոխվում է։ Մի հատ քորցի բարձրացնես ոտքը, այ ապրես, պահի դու։ Այս մեկը մի նոր կարգին ուժեղից, հելար, ինչ եղարք է։ Կայրից հոգնեց իմ։ Կարացարուց մարդում։ Չէ, հոգնեց ավարի։ Հաջան, հա, մի պուլտուրի կիչացնեմ Միքայել ջան։ Ցավում է շատ։ Չէ, հիմա չէ։ Ցաված։ Ահա։ Մի հատ է ցավուտանը։ Փորձենք ոտքը բարձրացնենք էլի։ Չի լուղի պարկի։ Մի հատ է։ Շատ լավ է բարձրացնում, չեղա։ Հոգնից ոտքերը։ Մի հատ հայատում բան ունենք, սենց բաներ սարքեք, ախվում Հա, է ժամանակին։ Հիմա այդպես բան չի անում։ Լավ է, բայց ողերի համար է ախվելը։ Հա, բայց հիմնականում вообще պարզապես իրան ինքը դեռ անհնար է, որ այդ բանը կարանա անի, բայց ոտքերից են կախում մարդուն, որպեսզի ինքը լավ վերականգնվի, կանի մի քիչ իրան նորից։
Գիտեմ, ծավալն գիտեմ։ Որ կորացա արդեն հանգիստ արխային կդում։ Որքի բարձրացնես ոտքը, բարձրացու, այա, պահի, պրեսը, հա, մոլացեց, արի նորից կանգնենք գետնին, ոտքերը մեջքը լրիվ հանգիստ բացեն, նորից, այ, Ինչ անենք։ նիսա կասենք, Պատմեց իրար։ Ինչա մտանեմ, ինչ անեմ, սավացնում եմ կեզ, ինչ անեմ, ախր, բա ինչ կանի, Բայց չէ ծավացե։ չեր ծավացե, որովհետև հիմա արդեն ինքը տեղ արել է, ես կարողանում եմ սեղմ եմ իրա տեղը ծավում, լավ առաջ գնացեք, չեր ծավացե վապշե ուզում եք ասեք, Ասենք չի ջեն։ հա, իմ մոտից հետո, Դե թե տեղաշարժալին պետք է ցավան։ ես ուսերը հանգիստով, այդպես միլարի, Ռեյս, թողեմ շիչես, թողեմ շիչես, Նայմես ինձ ինչ։ Փրկել։ Փրկին։ չեմ, ոնես ոտքեր դուրս վերականում, ամիլ, չապերով էլ չաղլիկա, թողեմ հանգստանոց, հա, Արեք։ Խախտված է, հա, տեղը։ ոչուկը բգրիստեցը թրածավերև, ինքը արդեն ինչ-որ կամ ընգել է ուժեղ, կամ ինչ արե, տվել է ինքը թրծրել է օդ, տես այսքան ուդարներից հետո ինքը չի գնում իրա տեղը, դելե փորձենք կայնենք ծավը տանում, Ուղղը հիշում ես, որ շատ շուտ է դու քարերի վրա անգար, կարող է։ դու տեսնում ես, էսի լրիվ ինքը եկե հելիլ է, գոնե հիմա սկսեցինք ոտքերը
մի քիչ ուժի մեջ գցենք։ Հա։ Allah. Ոչ ինչն է լավ։ Ճիշտ է ասա։ Հա։ Օգնեմ։ Հա, բայց երևում է Կարևոր։ դուրս Հա, ինքը լրիվ դրսում է գտնվում։ Հետո մինչև չգնա իր տեղ, այսքան իջացնելուց հետո, որ ինքը դեր կա, պատկերացրեք։ Ons has. Ոնց կասեմ, ախր ինչ ասեմ, որ ասեմ էլի ապետ, մինչև էդի չխորանա, ես չեմ համարի, ես քեզ բուժել եմ արիքանի, բայց ուժը զգում ես ոտքերիդ մեջ։ Nu ասենք կարող եմ քայլեմ։ Հա։ Ինքնուրույն առանց կնոջդ կարող եմ մեզ հայատ դուրս գաս կամ ձերը սեփականը, չի ասեցիք։ Հա, թեկուզ դեր դալանի տալ կամ ինչ-որ մի տեղ նստելու։ Հա, Շատ չէ, բայց մի հա, բայց ինքը փորձում է։ Հա, քայլ, մի քիչ քայլի թող սնուցվի։ Տունն է, մեծ տուն է, այդ մեջ էլ որ քայլի։ Ոտքերը որ ուժ կա արդեն, արդեն մեծ ռեզուլտատ է։ Պարզապես, էսի իրան այդ ոնց որ չթողելի արժեք բուժումս ավարտվի էլի։ Մարդիկ գալիս են թույլ ոտքերի համար դնում ես տեղը իրանց մենակ է տապել, բայց կրիստեցը բարձր է ու դեր չենք կարում իրան նորմալ սկացնենք, որտեղ շատ էսեր ուշացրե, շատ ուշես դինը, էլի կարանք, էդի հենց այդ քո ասնանոր խնդրի հեղինակն է, էլի։ Բայց էլի մեծ ռեզուլտատ է, որ դնես այն որ առաջի օրը որ դող կար մեջ է, էդի չեմ ծնկներից ոնց որ դող էթար։ Մի խոշալ բան կաս։ Հիմա չկա։ Կրունկներդ որ դնում ես, Զգում եմ։ պոլը զգում ես, ասենք, թույլություն չես զգում, Չէ։ Մարդկա թաթը դնում է, ասում է մարդեմ, կրունկներս չեմ զգում, ոնց որ օդի մեջով քայլեմ։ Հիմա ինձ պետք է որ դու այդ աշուշենին ասես ինձ, կա կրունկների մեջ ուժ, որ դնում ես մեզ կրունկներդ։ Nu ասենք կրուններով եմ քայլում։ Հա, ուժ ունես, պաստորեն։ Պարկենք մի հատ էլ ուժը փորձենք, ծավտան։ Ոնց կաս։ Ես կոն ծավտան եմ, էտ ինչ լավ տղա ես դու, դիմանում ես ինձ։ Փորձենք բարձրացնենք ոտքը։ Ապրես։ Էսե։ Այ քոյ ծավտան։ Այսե, ինձ պետք է, այսե, ասում մի քիչ էսիլը, փորձենք մի պահի քեզ։ Մի հատ փորձենք էլի բարձրացնենք։ Ոնց որ ավատը չկա, որ առաջի օրը կպնում է ինգնում էր ոտքը, հելը բարձացրու։ Այ, ինչ լավ կրել ես տարի հետս։ Միքայլ ջան, ձեռքերդ իջացրուցար, ցավտանում է։
Խացավեր ունեցել եք։ Երեք։ Երեք։ Եղանակից եք կնի, հակակի մոտ եղանակը փոփոխությունից ճնշում սա։ Ոտքերի ցավը, առողջ մարդն է, մի անգամից սկսում է ոսկորային քույս ասում է, այսօր անձրև ա գալու, ասում եմ ինչ իմացար, ասում եմ ոտերս ցավում է։ Կամ մամաս, նույնը։ Լավ անցավ ձեր քնոջը վիրահատություն։ Վաղնա ջան, դրան ա տեղափոխեցի ձեր այսօր։ Իրան է, տեսնում ես, հոդը պետք է փոխեն երեխուս։ Քրոջս էլի։ Բավականին բարդ վիրահատություն ա այդ, չէ՞։ Հա, որ խնդրակը պետք է պրոստը փոխեն էլի։ Այդ է, թող Այդ ասում։ Այ էս է, չէ՞ ցավը, բարձր է, խրարություն։ Մի քիչ թողեմ հանգստանալ, որ դիմանան ասեն, կարաս աշխատես, բայց ցավոտ պրոցեդուրա է, այսի կամ պետք է վիրահատեն, կամ էլ դիմանան։ Վիրահատեն ինչ դնեն իջացնեն։ Այդ այնց բաց, դեր ստեղես իմանում են, թե չեք Գերմանիան բանում։ Կարծրացած է, էլի փափուկ չի, մեր այս այդ Կրիստիանցը պահում է, այս մեծ ոսկորները ղրճիկով, մեջից, այս բաղարա ղրճիկով ինքը հյուսվածքները պահում է այդ մեջի եռանկյունը։ Երբ որ տեղի չարժվում է գալիս է կպում այս մեծ ոսկորների, Կարծրանում։ բլոկ ունի համեր։ Ջան, մի հատ թևերդ իջացրու, ոտքերից դուք ինքնորից, հա, ծավուտն։ Բացացրու, բացացրու։ Ոտքերից ծավիտ երեք։ Գոնե պահում ես։ Մի հատ քայլենք, ծանասեցի բաները, ժասկորի։ Էդի, մենակ է վերջինը ցաված։ Հա, էդի որովհետև եթե բարձր տեղա իջացնում եմ ինքը սենսնել ես ցավոտ է։ Մի քիչ։ Նավա։ Լավ չի, լավ նախել։ Հələ դու սերդ էլ ահագին այս տեղի մկանները լավ թուլացան։ Հա։ Ուրաց է շատ ուզել։ Նա դեսկո ստեղնում մի քիչ է դեսկիչնի։ Ոնց կաս։ Ու այդ խփելու ընթացքում է, սաղում թե հետո էլ է սաղում։ Չէ խփելուց։ Պետք է ճնշումս կնեց վարձը։ Իսկապես տեղը կնեցի։ Հա։ Ինչ է, հելը նստես մի հատ գործես հելը։ Ոնց կասեք։ Նստեք մի հա։ Նստենք, դե պարկենք։ Պարկի, լավ, պարկի։ Այդտեղ մենք ունենք, չէ, յոթ։ Բաման ես։ Պետք է որ տանը ես էլ կսեմ։ Հա, Կապե։ հա, լավ առաջ գնացի։ 92 թվից։ Ահա, գնացիք առաջ, այդ ձերքի գլուխը դիր կողքի։ Ծանր աշխատանք էի կանում, հա։ Չէ։ Լավ։ Թերերը պարկցին։ Այդ ինձ պահի։ Ջերմոսերում էի։ Կապի կակախեր։ 3 հեկտար հող ունեի։ Ես ոտսաղ մշակի ոչ մեկի չմշակի։ Բա։ Չբարձրացնես գլուխդ մի քիչ։ Մանրադի է։ Ու կոյ տաքսո շոֆերների նման է արած։ Ես որ Ռուսաստանում Հա։ լավ գործի եմ։ Լավ գործի է, չէ։
ընկերոս քցեցել ենք ստիպված ընկերոջս պատճառով դյան ուսերը թույլ պահի ցավը տանը այդ ինձ Ծնողներ ունեին, դրա համար ծնողների համար թողեց։ ահա Մեծ էին ծնողները։ բացի այդ is gonna take this մի հատ այս ուղղեն մտել օքեյ մի հատ գլուխը տեն կոմիկ սրացնես այդ է լա դե ուրեմն ոնց քեզ արմարան նստի այդ է ստուգում տեսնի Մենակ մի պահ մեջտեղ պահի գլուխը այդ ինձ դե ոնց ուզում ես դու Մալադից, գիտեմ, որ ցավոտը, գիտեմ, շատ լավ գիտեմ, նամանավանդ այդ մասը բացեմ մի քիչ նորմալ սնուցքի ողնաշելը, դիքը բան կարա փոխի, քոնիչ եմ, ես իվետ եմ խոսում Երեխեքի էլ են բերում ձեր Վայ, հա Երեխեքի մոտ ավելի շուտ կպնբան Դե երեխեն հենց կակրած մի քանի օր առաջ պապան իրա բուժումից հետո երեխուն պարկացվեց, երեխուն ոտեից կան մեկը մյուսից կարկիր, ասմա բողոքում է մարջը Սա որ դուս չի բողոքի ախր Եթե արդեն եթե հասներ իրա տարիքին կամ կուզիկ էր լինելու լավ գորվով կիֆոս կոչված են կամ էլ մեկ ոտքի ցավով վեճնի, որ խրանիչսկի ոտքի ցավ են ունենում, արդեն այդ է ինձ, այդ երեխեն լավա կան ուշադիր պապաներ, որ ժամանակին վրաս դեմը առնում են, երեխեքին չեն թողում սկալյոզով կամ Ամենաբար բուժվողը սկալյոզն է Եթե բուժվի Կիֆոզը էլի գոնե կարողանում ես այդ նապրիժենին հանես, մարդը մի քիչ նորմալ պարկի Հելի քայլես մի քայլ ջն մի քիչ Այդ Բոգլհապի տություն ասում Չէ, ոչ է Հելի որ չէ Մի քիչ այդ շորը բանարեք Ոչ Նորմալ Չդե ճիշտն ասա էլի, ինչ ես զգում, ուզում եմ հասկանամ ինչ փոփոխություն ես դու զգում Տենց է դուք չեք իմանա, ինքը տաննել ա Դու չես ասում, դու չիմանամ ինչ եմ արել Մենակ դուք կմա ինքը դուք տենց է չեք իմանա Բա ես չիմանամ ախր Գոնե ոտերը արխային դնում ես գետնին Հա, Վախ ոտներից տնում եմ Դե որ Ասենք վախ կայր ոնց որ մեջ ես Էդի արդեն որ ուղեղից է տա գալի, որ դու անընդհատ վախով քայլել ես դեռ դրա համար ռեաբիլիտացիոն պերիոդապեց, որպեսզի վերականգնվի քո այդ պանիչսկի ատակա կոչվում, էլի որ կարող է կանգնես ընկնես կամ մտնես միտեղ մեկը գլխիդ մի բանով տա, այդ ֆանտազիաներն է որ մարդիկ վախից հոգեբանական Էդի ոնց անենք Ջահել տղեկ կան, ջահել է 18 տարեկանից մինչև 30-40 տարեկան տղեկը զանգում են, հարցնում են, ասում են, մենք ատակայր ունենք պանիչսկի, ասենք ամեն բանից, ասենք մութտեղ դուրս չեն կարողանում դուրս գան, մտածում են հետևից շող կա գալի, վախենում են, որ էսա մի հատ խպնված նարկաման հետևներից գլխն է Անդադ այդ վախը իրանց մեջ սնուցված, որովհետև ժամանակին կամ լիքը անտիդեպրեսանտներ են խմել Նու էդի ոնց կարելի արվել Երևի հոգեբանի Էսա որ դու արդեն զգացիր քայլում ես Դու կամաց դու քո հետ պետք է աշխատես, որովհետև եթե դու ոտը դրեցիր ու հասկացար, որ պինդ գետնին ես դրել, այդ ոչ թե այն առաջի օրը, որ եկել էին, ոտերը ճոճվում էր Հիմա դա չկա, դու պետք է քեզ սկսես ներշնչել, որ դու չես ընկնի Ոչ մի պարագայում
Ես էլ եմ միշտ ասում, ամեն մարդու բժիշկ Այո, ինքն նայ, է, հոգեբանորեն պետք է Հերը մեզանից սաղիցս, մարդու ոտքը կտրում են, մարդը մի տարի իրան թվում է, թե ոտը տեղն է, ասում այն բութս քորեք, կրունգս քորեք, ես իմ, ասենք, ձեր տվեք, ես ինչ տեղս ցավում է, բայց այդ ոտքից հետքը չկա։ Դեռ ուղեղի մեջ ֆիքսված է, որտեղ, ասենք, ոտքը կա, նույնը պսիխոլոգիչսկի ես հարցերն է, որ ինքը կամաց պետք է, եթե դու ոտդ հիմա դնում ես, ոտիդ մեջ է լավ կարգին ուժը եկել է, ես սեղմում եմ կարգին ձիգ պահում ես, ասենք, էդի են իչի, որ բարձրացնում էի, հլը չկպած ընգնում էր։ Էդի նշանակում ոտքերի մեջ արդեն որ տատիկներն ասում են ոտերս դայաղ է տալի կամ դայաղ չի տալի, այդ է, որ քո ոտերն արդեն պինդ ամուր գետնի վրա է։ Դու պետք է վախդ հանես, մի հատ այդ պարկենք ոտքերը ստուգենք ու այսօր էլ չեմ ձեզի քեզ։ Կարևորը, որ այդ ոտքերի ուժը որ վերադառնում, արդեն էդի ամենամեծ ռեզուլտատն է։ Իսկ ողին էլ բացել ենք արդեն պասիջանը թել է ուղիղ դուլովից պատկին, այդ դե բարձրացնենք, իշքան հնարավոր, էլի եթե կարես, դե պարի, ես քու ծավը տանեմ, ապրես, էլի եթե կար, այդ է, պահի, սենց բան, կար, բացում ես բարիտրոնից հետո մարդկը վախենա, դու սկսի քո հետ աշխատել շատ լավ է, մանավանդ այստեղից մկան այսօր ահագին փափկեց, թուլացավ ու իջա, ստեգունդը հիշում ես նոր որ պարկավ մի քիչ առաջ, ահագին իջավ տեղը, որտև թաթիկները ասիստի ատրոսկեքը լրիվ մի կոմի վրա էր բարձրացած, ստեի մշտան ամբողջովին գտնվում է սպազմի մեջ, կայնենք մի կայտյան, միացու հակնվենք։ Շատ լավ է, ոտերից ուժը, որ իմ համար էդի այսօր արդեն մեծ ուրախություն է։ Այդ է, որ դու սկսես քայլել, առանց նստելու, հելի հայատ, քայլի, ընգեր կանչի, նստի, նարդի խաղա, աշխատի, սկսես կյանք վերադառնալ, չի կարելի նստել տունն ու մտածել, չէ, էլ պետք է ժամանակը ստիտուն չէր գալիս, հիմա տնի չէ, պետք է սկսի, որովհետև ոտքերը քայլում է, ինքը եթե նորից նստեց ու վախեցավ քայլի, վերադառնալու է նույն բանի։ Պետք է աշխուժանաս, մի քիչ աշխուժան, թեկուզ մի հատ փայտիկ վերցրա ձեռքդ, որպեսզի դու քեզ գոնե պսիխոլոգիչսկի Առել է, այդ փայտիկից էլ է առել, ոչ ես մասով հենում։ Թեկուզ, դες չէ, փայտ լինի ինքը, որ ինքը հավատա, որ այդ փայտը իրան էդի այդքան օգուտ չի, իշքան պսիխոլոգիչսկի իրան կօգնի, էլի, որ դու հենես աշխուժ կյանքով, ուսեն էլ ահագին են մի ուսի շատ բարձրել, էլի ահագին իջել է իր տեղը։ Լավ է։ Լավ է, որ։ Շատ լավ է։ Չխաբես, հա, Միքայել, ես ուզում եմ իրոք հասկանամ, կա ռեզուլտատ, դու զգում ես։ Օգնեմ մասիները թափում ես։ Հա, կա, ոնց կարելի չեն։ Շատ լավ է, բժշկության։ Հոգնես ոնց որ Հա, ոնց որ ինձ խոսալներ չի գալի, ինքա որ ասում ամենակ ստեյց պրծնեմ ես։ լավ կնենի, ոնց կնի։ Էլի որոշ չափով ունի մի քիչ են ֆիզիոթերապիայի հետո կգնաս, մի քիչ էլ Իր ամենամեծ ֆիզիոթերապիան իրա քայլերն է, արդեն չնստել։ Իր բժիշկները նյարդաբանը ասել է, որ պետք է շատ քայլես։ Այո, որովհետև նոր արդեն տես, եթե ոտքերի մեջ ուժ չկար, մեղադրելու չէր, մարդը վախենում էր ոտը դնել։ Հիմա ոտքերի ուժը վերադարձվել է, իրան պետք է այդ դինամիկան ավելացնել, ինչքան շատ քայլի։ Դուրս եկեք ձեր հայատ, մի 30-40 մետր գնացեք, հետ եկեք, գոնե այդպես ինքը թեկուզ հոգնելով, բայց սկսի արդեն նագրուսկեն ավելացնելով, ինքը արդեն կարողանա առանց վախի քայլել։ Միքայել, խոսա, հավատում ես, չէ՞, լավ կլինի։ Լավ կլինի, հատի լավ կլինի։ Էդի տեսնում ես ստրեսը ինչ անում մարդուն, բայց իր մամա-պապայից առաջ էլ էր այսքան բա, թե իրանցից հետո հետո քովիդով հիվանդացանք,
Ես ավելի ծանր տարական ինքը, բայց իրա վրա ավելի շատ երևաց։ Կովիդը գիտես իմ աչքերին խփեց, հանկարծ հասկացա, որ ես լավ չեմ տեսնում։ Հա, իմ Մի մոտ հատ է հիշողությունը աչքերը։ Մի հատ պահեկան ասեղ էի ուզում թելեի, անորդ ոնց ուզում եմ այդ ասեղը թելեմ չի ստացվում։ Ուզում եմ հեռախոսի թվերը նայեմ, խժվժե անում։ Ուղղակի ես մի պահ եմ զգացել, ու դրանից հետո արդեն աչքերս հասկացա, որ այդ կարգի ինգնել տեսողությունը, որ ինչ ասես, սենց հերուն, մոտիկ, ամեն ինչ, հերուն շատ լավ տեսնում եմ, համա մոտիկը ես անգամ չեմ տեսնում ով ա զանգում, խժվժը սենց, սաղ ոնց որ ծպնվի հեռախոսի վրա, անունը չեմ, աչքիներս դրեցի, նույն րոպեին պարզ երևում ա, ոնց որ ֆիքսացիայից փախնի, չեմ հասկանում ինչ եղավ։ Աղջիկս ինքն էլ էս մի երկու անգամ էս սա նկարում։ Այս անջատեմ, լավ ժողովուրդ ջան, իմ հիվանդները ճանապարհը